Երեխաների պաշտպանության միջազգային օրն առաջին անգամ նշվել է 76 տարի առաջ։ Հայաստանը երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 36 տարի առաջ։ 1996 թվականին ընդունվել է Երեխայի իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենքը։ Ամենուր կազմակերպվում են միջոցառումներ մանուկների օրը դարձնելով հեքիաթային։ Երեխաների պաշտպանության միջազգային օրը Վանաձորի գլխավոր հրապարակում տեղի ունեցավ տոնական միջոցառում։ Հունիսի 1-ը մեզ հիշեցնում է, որ յուրաքանչյուր երեխա ունի սիրո, հոգատարության և ապահով երջանիկ մանկության իրավունք։ Մեր երեխաները համայնքի, երկրի և ժողովրդի ապագան են, և մեր պարտքն է ստեղծել այնպիսի պայմաններ, որտեղ նրանք կարող են ազատ զարգացնել իրենց ունակությունները, կրթվել, երազել և հասնել իրենց նպատակներին։ Մեր բոլոր նախաձեռնությունների կենտրոնում երեխան է։ Իր հետաքրքրություններով, կարիքներով և ապագայի հանդեպ մեծ ակնկալիքներով։ Սիրելի երեխաներ, մաղթում եմ ձեզ անհոգ մանկություն, հաջողություններ ուսման մեջ և անսպառ ժպիտներ։ Շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ տոնի առթիվ և մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն ու ընտանեկան երջանկություն։ Համերգ, շոու ծրագիր, խաղավար և հեքիաթի հերոսներ, կավճանկարչություն, փուչիկներ ու պաղպաղակ։ Փոքրիկները հնարավորություն ունեցան օրը նշել ուրախ մթնոլորտում, լի ժպիտներով, վառ տպավորություններով ու ապագայի մեծ երազանքներով։ Եկել եմ, որ այսօր նայեմ։ Բակ էի դուսած եկել, խորոված եկել էր։ Որ մեծանաս ինչ ես դառնալու, Անգելինա։ Նկարչուհի։ Թող միշտ երջանիկ լինեն, խաղաղ երկնքի տակ, անհոգ մանկություն։ Ցանկանում եմ բոլոր երեխաներին առողջություն, թող միշտ իր անծաչուկները փայլի։ Ապրենք խաղաղ երկնքի տակ կարևորը։ Ինչ կարելի է մաղթել երեխաներին։ Բնականաբար, խաղաղ անամպ երկինք առաջի հերթին։ Թող բոլոր երեխաները ունենան երջանիկ, ուրախ մանկություն, մեծանան այնպես, ինչպես ծնողներն կցանկանան, կամ երեխաները իրենք ինչպես կցանկանան։ Այն ամենալավն ու բարին բոլոր երեխաներին, ում ընտանիքում այն փոքրիկ երեխաների ճիչ երբ լսվում է առաջին է, այդ ընտանիքը համարվում աշխարհի ամենաերջանիկ ընտանիքներից մեկը։ Հիմա այսքան երեխաների ճիչով բոլոր ինձ թվում է ընտանիքներում ուրախ երջանիկ են, որ ես ինքս տատիկ եմ, մի թոռնիկ, բայց աշխարհի ամենաերջանիկ տատիկն եմ։ Տատիկ դառնալուց հետո մի տեսակ ավելի ես ինձ երիտասարդ եմ զգում, մեկ-մեկ էլ ասում է տատիկ դու չծերանաս, մի հատ էսենց հետաքրքիր հումոր կասմա, որ իմանայինք, որ տատիկ լինելը այսպես լավ բան է, ավելի շուտ կլինեինք։ Շնորհավորում եմ բոլոր փոքրիկներին, բոլոր մանուկներին այս հրաշք օրվա կապակցությամբ, նշեմ, որ սա իմ ամենասիրելի օրերից մեկն է, եւ փոքր ժամանակ, հիմա այլ փոքր չեմ, բայց էլի մնում է իմ ամենասիրելի օրերից մեկը։ Ուզում եմ հիշեցնել, որ մենակ հունիսի 1-ը չի, որ երեխաների օրն է, երեխաները պաշտպանության սիրո կարիք ունեն ամեն օր, ամեն րոպե ու ամեն վայրկյան, ու թող այս միջոցառումները, այս ուրախությունը, այս մեծ սերը ոչ միայն հունիսի 1-ին պատեն երեխաներին, այլ նաև ամեն օր, ամեն ժամ ու ամեն րոպե։ Դեռ երեխաները շատ խնդիրների ու շատ անպաշտպան են, էլի ամենախոցելի խումբն են երեխաները։ Իմ համար եռակի տոն էր, ես մասնակցում էի համ ընկերուս, համ քրոջս ծննդին ու ամեն անգամ համ նվեր էի տալիս, համ նվեր էի ստանում։ Ամենալավը կարծում եմ այն էր, որ ընտանիքով դուրս էին գալիս միշտ ժամերին ու ակտիվ էին բոլորը ու իմ ամենասիրելի պահը այն էր, որ դեմքին նկարում էին առաջ, հիշում եմ թիթեռներ էին նկարում եւ այդ ամեն ինչը ինձ հետ է փոխում մանկություն, հենց հունիսի 1-ի հետ եմ կապում այդ ամեն ինչը։ Երջանիկ լինելու համար կարծում եմ երեխաներին պետք են սիրող ընտանիք ու հայրենիք, որոնք որ իրենք կզգան իրենց ապահով, իսկ կմաղթեմ նրանց հենց այդ երջանկությունը ու այդ ամուր հայրենիքը։ Շնորհավոր հունիսի 1։ Հունիսի 1-ն է, հունիսի 1-ին բոլոր երեխաները հավաքված են։ Երգում են, պարում են, խաղ են անում, խաղավարներ ա գալիս։ Ես հունիսի 1-ը շատ եմ սիրում։ Ես մաղթում եմ, որ երեխաները լավ լինեն, երազում եմ ինչ ջղայնացնեն, երեխաները
Հունիսի 1-ը։ Ինչ կցանկանաք ձեր քույրիկների եւ ինքներդ ձեզ։ Երջանկություն։ Ուրախ երկինք։ Առողջություն, խաղաղ երկնքի տակ մեծանան եւ ընտանիքներն ամուր լինի։ Որ պարեմ։ Որ բարես։ Բարեցիր։ Ուրախացար։ Պաղպաղակ կերանք։ Որ մեծանաս ինչ ես դառնալու։ Նկարչուխի։ Ինչ ես նկարելու ուստը։ Փիղ։ Մանուկների օրն է։ Ուրախանում ենք։ Տեսել եմ արդյոք։ Սանիկին եմ տեսել։ Նապաստակին եմ տեսել։ Շնորհավոր տոնդ, կոճուր։ Շատ հետաքրքիր ու հավես է անցնում։ Մարի նոր կապիչներով գրում նկարում էինք եւ քաղաքոման էինք գալիս։ Բոլոր պարերն էլ շատ հավես են հունիսի 1-ին։ Շատ հավես անցնում, սիրում եմ որ քաղաքով դուրս եք գալի ու հունիսի 1-ին։ Եկեք միշտ երջանիկ, ուրախ եւ վայելեք ձեր մանկությունը։ Բոլոր երեխաները առողջ լինեն, ամենակարևորը ապրեն խաղաղ երկնքի տակ, հեռու պատերազմներից, հիվանդություններից, այսպես ուրախ երջանիկ ապրեն։ Ինչ է պետք երեխաներին երջանիկ լինելու համար։ Լավ ծնողներ եւ խաղաղ երկինք, խաղաղ երկիր, լավ ապագա ունենալու համար։ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ բազմաթիվ ուսումնական հաստատություններում եւս անցկացվում են ավանդական տոներ։ Երեխաների համար կազմակերպվում են զանազան սպորտային մրցույթներ եւ համերգներ անակնկալներով։ Հունիսի 1-ը կոչված է ուշադրություն հրավիրելու երեխաների իրավունքների, անվտանգության եւ բարեկեցության կարեւորության վրա։ Աշխեն Սուքիասյան, Հայկ Վարդանյան, Թղթաբանակ։